Շուշիի ցանկացած մշակութային արժեքի ոչնչացում կամ այդ հուշարձանի ցանկացած դետալի ձևախեղում ինքը փոխում է Շուշիի պատմական դիմագիծը։ Այն տեսքով, ինչ տեսքով հիմա կեղծ վերանորոգումից հետո մնացել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, դա մեծարված է Շուշիի դիմագծին։ Այն, որ կանաչ ժամը հիմա չկա, դա Շուշիի պատմական համայնապատկերը կորցնում է, աղավաղում է։ Ցանկացած անգամ պատմական ոճով հետաքրքիր ճարտարապետական դիմագիծ ունեցող բնակարանի քանդումն է ազդում իր Շուշիի ամբողջ այդ պատմական դիմագծին։ Եվ հենց պատահական չէ, որ մեծ թափով ադրբեջանցիները խեղաթյուրում են հատկապես Շուշիի պատմական դիմագիծը, հասկանալով Շուշիի ոչ միայն ռազմավարական դիրքը, նշանակությունը, այլ նաև այն մշակութային եւ քաղաքակրթական արժեքը, որ Շուշին ունեցել է եւ ունի հայերի համար։ Անկախ նրանից, թե Շուշին օկուպացված է, մենք պետք է խոսենք դրա մասին եւ մշտապես Շուշին դիտարկենք որպես հայկական մշակութային ժառանգության կարևորագույն օջախներից մեկը։